Եվ Քրիստոսի հարությունից հետո ամեն օր զատիկ է, որտեղ Քրիստոսի հարությունը իրականություն է աշխարհի մեջ, անընդհատ կենթանի իրականություն է։ Ոչ թե մի դեպք է, որ եղել է սրանից շուրջ 2000 տարիներ առաջ ու այդ դեպքը լրացավ, վերջացավ, չէ, Քրիստոսի հարությունը շարունակական է աշխարհի մեջ։ Քրիստոսի հարությունը ներկա է միշտ, երբեք անցյալ չի դառնում։ Ներկա իրողություն է։ Եվ այս Կիրակին նոր Կիրակի կոչելով հայրերը ասում են, որ Քրիստոսի հարությամբ տիեզերքը նորոգվեց, նոր դարձավ։ Քրիստոսի առաքելությունը հենց դրա մեջ էր։ Աստված երկնքից իջավ երկիր մի նպատակի համար, որպեսզի մեղքով մեռած մարդկությանը մեղքի մեջ թաղված տիեզերքը նորոգի, նոր դարձնի, վերակենդանացնի, կյանք պարգևի, հարություն պարգևի։ Քրիստոսի հարությունը միայն դրա համար է։ Եվ նոր Կիրակի կոչելով հենց այս խորհուրդն է, որ Քրիստոսի հարությամբ ամբողջ տիեզերքը պիտի նորոգվի։ Բայց տիեզերքի նորոգությունը սկսում է իմ նորոգությունից։ Առանց իմ նորոգության ոչ մի բան չի նորոգվելու աշխարհի մեջ։ Այսինքն մենք պիտի նորոգվենք։ Եվ այս մասին Աստվածաշունչը շատ է խոսում։ Ասում է Պողոս առաքյալն ասում է ոչ թելպատությունն է մի բան, ոչ անթելպատությունը։ Բա ի՞նչն է կարևոր։ Նոր մարդ լինելը, Քրիստոսով նոր մարդ լինելը, նոր մտածելակերպով, նոր հայացքով աշխարհին, նոր նպատակներով, նոր ձգտումներով, նոր մղումներով, որը տարբեր է այս աշխարհի մտածելակերպից, այս աշխարհի մղումներից, այս աշխարհի ձգտումներից, այս աշխարհի բոլոր մղումները, ձգտումները, իղձերը, փափագները ունայն են։ Դրա համար մեծ իմաստուն Սողոմոնն ասում է ունայնություն ունայնության։ Եվ մարդը ցավոք սրտի այս բանը հասկանում է միայն առաջացած տարիքում։ Քանի մարդը ջահելը չի կարողանում հասկանալ այս իրողությունը։ Քանի մարդը երիտասարդը կարծում է այս աշխարհի մեջ արժեքավոր բաներ կա եւ իր կյանքը վատնում է դրանց վրա, բայց մի օր ծերության հասկանում է, որ այդ ամեն ինչը ունայն է։ Քրիստոս դրա համար հարություն առավ, որ մենք նորոգվենք, որ մենք նոր կերպ մտածենք, նոր կերպ ապրենք, նոր ապրելակերպ ունենանք, ապրենք ոչ թե մարմնի համար, այլ ապրենք հոգու համար, ապրենք Աստծով, ապրենք երկնքի արքայության, փրկության, հավիտենական կյանքի համար։ Նոր Կիրակին է սա։ Եվ սպիտակ որ ասեց արևմտյան եկեղեցին սպիտակա կոչում ինչի, որտեղ Քրիստոս իր խաչելությամբ, իր հարությամբ, իր կարմիր արյունը հեղելով, Զատկին ասում են կարմիր զատիկ, հա, Քրիստոսի արյունն է, հաղթանակն է Քրիստոսի կարմիր։ Սպիտակեցրեց ամեն ինչ, այսինքն մաքրեց, սրբեց մեղքից, իսկ մաքրությունը, սրբությունը սպիտակով է խորտանշում։ Սպիտակ Կիրակի է, մաքրվել է Քրիստոսով, սպիտակ ապրեք, այլևս մի կեղտոտեք այն սպիտակը, որ Քրիստոս մեզ հագցրեց, այսինքն մեղքի մասին է խոսքը։ Եվ մեղքի դեմ պայքարելով ապրելու մասին է խոսքը։